քաղաքացիության շնորհման ինստիտուտի համակարգողը, ինչպես կմեկնաբանեք 3 հայտնի դարձավ, որ ուժեղ Հայաստան կուսակցությունը իր վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանն է, ով մի քանի երկրի քաղաքացիություն ունի, ինչպես կմեկնաբանեք սա։ Որպես հանրապետությունում քաղաքացիության ոլորտի լիազոր մարմնի ղեկավար, ինձ համար շատ կարևոր է քաղաքացիության ինստիտուտը գաղափարախոսության մեջ։ Եվ ես կարծում եմ, որ տարբեր պետությունների շահերի համատեղում վարչապետի պաշտոնում գոնե թե ես չեմ պատկերացնում։ Եվ երբ որ մենք վերլուծում ենք քաղաքացիության ինստիտուտը, ես գոնե թե կառավարության նիստում, թե մեր ներկառավարական քննարկումներում անընդհատ արձանագրում եմ, որ մեր քաղաքացիության ինստիտուտը դեֆորմացված է։ Եվ մենք պրակտիկայում տեսնում ենք հենց այսպիսի դեֆորմացիաների արդյունք։ Ես բնավ երկքաղաքացիության ինստիտուտին դեմ չեմ, մենք շարունակելու ենք պահպանել երկքաղաքացիության ինստիտուտը, բայց հատկապես սահմանադրական տարբեր պաշտոնների եւ վարչապետի պաշտոնի դեպքում ես ուղղակի չեմ ընկալում այնպիսի իրավիճակ, երբ որ մի քանի երկրի քաղաքացին կարող է լինել Հայաստանի Հանրապետությունը վարչապետի թեկնածու եւ որի շահերի կենտրոնը կլինի միայն Հայաստանի Հանրապետությունը։ Վարչապետի պաշտոնում առհասարակ ես պատկերացնում եմ այնպիսի թեկնածուի, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Մի քանի երկրների քաղաքացի լինելով, պիտի նկատի ունենանք, որ այդ քաղաքացիությունը արհեստական երևույթ չի, դա զուտ անձնագիր չի, դա զուտ թուղթ չի։ Քաղաքացիություն ստանձնելով դու երդվում ես լինել հավատարիմ տվյալ պետությանը, նվիրվել տվյալ պետությանը եւ լինելով մի քանի երկրի քաղաքացի, ես մի քիչ դժվար եմ պատկերացնում, թե որ երկրի կենսական շահերի ավելի նախապատվություն պիտի տա տվյալ քաղաքացին։ Տվյալ դեպքում ձեր մատնանշած թեկնածուն։ Հայաստանի Հանրապետության դեպքում վարչապետ պիտի լինի միայն այն անձը եւ նաեւ վարչապետի թեկնածու, ում շահերի կենտրոնը միայն Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անձի մասին եմ ես խոսում։ Իսկ ինչ վերաբերում է տարբեր իրավական մեկնաբանություններին տվյալ հարցի մասով եւ այլնին, ես ուղղակի մտածում եմ, որ փաստորեն հնարավոր է ստեղծագործ նմանատիպ շարավղող միտք ունենալ նաեւ իրավաբանությունում, բայց կհորդորեմ բոլորիս, որ իրատեսականության զգացողություն չկորցնենք։